երկու անգամ այստեղ ձեզ հետ հարցազրույց եմ արել, գնում եմ Հայաստան, ինձ ասում են ինչի՞ է գնացել Մոսկվայում նստել, Մոսկվա City 57-րդ հարկում, այս գեղեցիկ տեսարանի ֆոնին նստած, կարծիքներ է հայտնում, գնահատականներ է հայտնում, ասում է, այս պետքա լինի, այն պետքա լինի, թող գա Հայաստան, այդ ամեն ինչը անի։ Իհարկե իշխանական կողմն էլ ասում են թող գա Հայաստան, մի հատ կանգնի պատասխանատվության առջև, դատարանի առջև, որտեղ ձեր նկատմամբ քրեական գործեր կան հարուցված, բայց հասարակության մեջ այսպիսի տրամադրություններ կան այն գործիչների մասին, որոնք Հայաստանում չեն, դրսում են, եւ նրանց նաեւ ասում են, որ դուք փախել եք Հայաստանից, չգիտեմ, եկել եք Մոսկվայում տակուկ կյանքով եք ապրում, հիմա էլ ընդեղից ուզում եք այստեղ պրոցեսներ գեներացնեք։ Ինչ է առաջարկում։ Ես ցանկացել եմ վերադառնամ Հայաստան պատերազմի իսկ առաջի օրերին եւ օֆիցիալ գրություն եմ ուղղել գործող վարչախմբի ղեկավարին եւ ստացել եմ մերժում։ Ես գտնում եմ, որ լինելով ոչ Հայաստանում, այսօր ես ել ավելի կարող եմ օգուտ բերել Հայաստանին, իմ պետությանը, քան լինելով Հայաստանի բանտերից մեկում։ Իսկ գործող վարչախումբը առիթը բաց չի թողի այդ անելու։ Դրա համար, այո, ես իմ գործունեությունը ծավալում եմ այսօր Մոսկվայից։ Ինչ վերաբերում է տաքուկ կյանքին, բազմիցս ասել եմ, որ ես ունեմ այդ հնարավորությունը տաքուկ կյանքով ապրելու։ Եվ եթե ես ինձ համար միևնույն լիներ Հայաստանի ապագան եւ Հայաստանի ներկան, հավատացած եղեք, այսօր ես չի մտնի ակտիվ քաղաքականության մեջ, այսօր Հայոց համազգային միասնություն կուսակցություն չէր բացվի եւ այսօր մեր հարցազրույցը տեղի չէր ունենա։ Ես ուզում եմ մենք խոսենք Արցախից։ Ես ուզում եմ ասեմ, որ այսօր ինչ տեղի ունենում Բաքվում այս դատավարությունը, դա ընդհանրապես մեր ամբողջ հայության խայտարակությունն է։ Բաքվի բանտերում Արցախի ղեկավարության լինելը դա հայ ազգի խայտարակությունն է։ Դատում են ամբողջ մի ազգի, չեն դատում մարդկանց։ Եվ թող որևիցե մեկը վաղը չզարմանա, որ այս ամենից հետո այս կամ այն երկրում կարող են առաջանալ խնդիրներ այն մարդկանց մոտ, ովքեր որևիցե կապ են ունեցել Արցախի հետ։ Դատում են այն մարդկանց, ովքեր որևիցե կապ ունեցել են Արցախի հետ։ Եվ թող որևիցե մեկը չզարմանա, որ այս կամ այն երկրում խնդիր կառաջանա իրենց հետ կապված եւ իրենք կձերբակալվեն եւ կարտահանձնվեն Ադրբեջան։ Դուք դրա լուծումը տեսնում եք, Բաքվի բանտերից այդ մարդկանց հանելու որևէ ճանապարհ տեսնում եք, այս իշխանության օրոք կամ այս իշխանությունից դուրս այլ ուժերի մասնակցությամբ։ Մենք խնդիր ունենք ուժեղ լիդերի, ես նորից դրա մասին ասում եմ։ Մենք խնդիր ունենք վերականգնելու մեր վաղեմի հարևանների, դաշնակիցների հետ հարաբերությունը։ Մենք խնդիր ունենք Ալիև հետ խոսելու հավասար դիրքերից։ Միջև մենք այդ խնդիրները չլուծենք, մենք չենք կարող մեր հայրենակիցների խնդիրների համար նեցուկ լինել։